Բարև ձեզ, սիրելիներս, մենք ձեզ հետ շարունակում ենք քննարկել Շիմոն Բաղավատամը եւ այս պահին ավարտում ենք երրորդ երկի երկրորդ գլուխը։ Ես կարդամ տեքստերը եւ մենք շարունակենք մեր քննարկումը։ Ուտավան ասաց, Գերագույն Տերը Կրիշնան ցանկանում էր Մահարաջանանտայի հսկայական հարստությունն օգտագործել գովերի պաշտամունքի համար եւ միևնույն ժամանակ դաս տալ Ինդրային երկնքի արքային։ Հետևաբար նա խորհուրդ տվեց իր հորը գիտուն բրահմանների օգնությամբ կատարել գոյի, արոտավայրերի եւ գովերի երկրպագության ծիսակատարություն։ Ով խելամիտ Վիդուրա, Ինդրա թագավորը, ում պատվին դիպչել էին, հեղեղաթափ անձրևներ ուղարկեց Վրինդավանայի վրա եւ Վրաջայի գովերի երկրի բնակիչներին խուճապ պատեց։ Սակայն ողորմած Տեր Կրիշնան պաշտպանեց նրանց վտանգից, դրանց վրա բարձրացնելով իր խաղալիք հովանոցը Գովարդանա բլուրը։ Տարվա երրորդ եղանակի սկսվելուն պես Տերը վայելում էր երիտասարդ օրիորդների ընկերակցությունը, զարդարելով նրանց շուրջպարը իրենով եւ գերելով նրանց իր երգերի կախարդական հնչյուններով, որոնք հոսում էին լուսնյակ աշնանային գիշերվա լռության մեջ։ Եվ այսպես երևի թե մենք արդեն ըտելացել ենք, որ առաջին հայացքից պարզ թվացող տեքստերը իրականում շատ մեծ քանակությամբ եւ փիլիսոփայություն են պարունակում իրենց մեջ, բայց եւ ամենակարևոր գանձը հոգեվոր կյանքի համար նրանք պարունակում են շատ նուրբ եւ գեղեցիկ տրամադրություններ։ Այն պատմությունը, որը այստեղ նշեց Ութավան, դա 10-րդ երկի ամենաշքեղ պատմություններից մեկն է, որտեղ Գերագույն Աստծո ազնվորությունը Տեր Կրիշնան ինքը շատ հետաքրքիր գաղափարներ առաջ քաշեց իր պահվածքով եւ իրականում այդ հասկանալ այդ երևույթը ինքը շատ կարևոր է։ Եվ որովհետև 10-րդ երկը հասկանում ենք, որ դեռ շատ հեռու է, որպեսզի մենք քննարկենք դրա մեջ եղած ամբողջ գանձը, որը կա աստվածային գիտելիքի հետ կապված, ես ամեն անգամ օգտագործում եմ այսպիսի տեքստերը, որպեսզի արդեն նախապես ինչ-որ պատմություններ ձեզ ներկայացնեմ։ Այդպես կվարվեմ նաև այսօր։ Ուրեմն, ինչպես տեսանք, իրադարձությունը ինքը այսպիսին էր։ Գերագույն Աստծո ազնվորությունը, Տեր Կրիշնան փոքրիկ երեխա էր, երբ ասենք իր ծնողները պատրաստվում էին կատարել զոհագործություն նվիրված Տեր Ինդրային։ Մենք ձեզ հետ արդեն խոսել ենք դրա մասին, որ Տեր Ինդրան ինքը օրինական զգայական վայելքի մարմնավորումն է, ինքը դրախտային մոլորակների արքան է, եւ դա նշանակում է, որ միայն եւ միայն նրանից հետո, երբ կենդանի էակը ինքը ձեռք է բերում զգայական վայելքը կարգավորելու ուժ, ինքը կարող է ընդհանրապես մտածել նրա մասին, որ կարող է հիմա այսպես դիտվել, որ մենք ասում ենք դրախտ, մենք ինչ-որ իմաստի մասին ենք չի խոսում։ Այսինքն միայն այն ազնվորությունները, ովքեր կարգավորում են իրենց վայելքը, սա միայն սեռական վայելքի մասին չի խոսքը, ընդհանրապես, ովքեր կարգավորում են իրենց վայելքը աստվածային օրենքների համաձայն, միայն այդ մարդիկ են, որ կարող են հույս ունենալ, որ անհոգ կարող են ապրել նյութական աշխարհում։ Եվ Տեր Ինդրան ինքը հենց այդ սկզբունքի մարմնավորումն է։ Արիական քաղաքակրթության մեջ, որովհետև արիացիները իրենք հետևում էին աստվածային բարոյականության օրենքներին, հա, ես միշտ ասում եմ, որ դա ժամանակակից մարդկանց խեղաչուրված մոտեցումն է, խեղաչուրված հասկացողությունն է, երբ որ կա այդպիսի կարծիք, որ արիացիները ընդամենը հզոր կայսրություն էր, որտեղ տղամարդիկ իրենք զինվորներ էին եւ այսպես էլի աջ ու ձախ կռիվ անելով, աջ ու ձախ միայն հողեր զավթելով էին զբաղված։ Ոչ, մենք տեսնում ենք, որ արիացիները իրենք հոգեբանության տեսանկյունից, որը բացարձակապես արհամարված է բոլորի կողմերից, իմիջիալոց հոգևոր մարդկանց կողմից նույնպես, հա, արիացիների ամենակարևոր ժառանգությունը ընդհանրապես այնտեղ ոնց որ կասեր իմ հոգևոր ուսուցիչը անտեր գծված է, հասկանում եք։
Եվ այո, ես գերագույն հաճույք եմ ստանում, որ պատիվ ունեմ ներկայացնելու, թե իրականում արիացիները իրենք ինչ մթնոլորտում էին ապրում։ Եվ ուրեմն արիական կայսրության մեջ արիացիները իրենք պարտադիր տարին մեկ անգամ կատարում էին զոհագործություն Տեր Ինդրային։ Ինչու համար, որպեսզի բոլորը ունենան այդ Տեր Ինդրայի կողմից ունենան բանը բլագոսլավենիա այդ օրնանքը, հա, որ ուժ ունենան, լինեն առաքինի եւ իսկ առաքինության ամենագլխավոր հիմքը դա կարգավորված զգայական վայելքն է։ Այսինքն, երբ որ ազնվորությունը ինքը աշխարհը վայելելու մեջ պետք է լինի չափավոր, ինչու համար, որպեսզի վայելք հասնի հասարակության բոլոր անդամներին։ Մենք ձեզ հետ քննարկել ենք, որ եթե մենք նայում ենք եւ տեսնում ենք, որ հասարակության մեջ կան ծայրահեղ աղքատներ եւ ծայրահեղ հարուստներ, դա միշտ առանց ոչ մի ուրիշ գույների դա սև սպիտակ սկզբունք է։ Դա նշանակում է, որ միշտ կան ազնվորություններ, որոնք անցել են ագահության սահմանը։ Եվ բնականաբար այդ ազնվորությունները սովորաբար գտնվում են բարձր խավերի մեջ եւ իրենք ուղղակի զբաղված են նրանով, որ կողոպտում են սովորական ժողովրդին եւ նրա աղքատության հաշվին դառնում են գեր հարուստներ։ Չէ՞, իսկ սա արդեն ինքնըստինքյան նշանակում է, որ չի կարող իրականանալ, այսինքն ոչ թե չի կարող, այլ այդպիսի նպատակ ոչ էլ դրվել է։ Ամեն մարդ մեր ժամանակներում, ով ինքը ձգտում է հայտնվել բարձր խավերի մեջ, ինքը ձգտում է հենց դրա համար, որ իրավունք ունենա լինել կողոպտողների մեջ, որպեսզի բարեկեցիկ ապրի։ Հասկանում եք, չէ՞։ Եվ դրա համար մենք այդ իրականությունն ենք ստանում։ Եվ դա, ասենք, հիմա այսպես, սա դարաշրջանին բնորոշ իրականություն է, եւ ուղղակի ես ամեն անգամ խոսում եմ դրա մասին, միայն մի նպատակով, որպեսզի նրանք, ովքեր որ կկանգնեն հոգեվոր ճանապարհի վրա, իրենք հասկանան ժամանակի շունչը եւ դադարեն ավելորդ սպասելիքներ ունենալուց առաջի հերթին, հա, եւ երկրորդ հերթին դադարեն մեղադրել Գերագույն Աստծո ազնվորությանը նրանում, որ ինքը ինչ որ մի բանը այնպես չի անում։ Մենք պետք է հասկանանք, որ նյութական աշխարհում այո կա ժամանակ, երբ որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը տրամադրում է այդ ժամանակաշրջանը էգոիստ կենդանիակներին, որպեսզի իրենք կարողանան իրականացնել իրենց ցանկությունները։ Ինչու համար, որովհետև նյութական աշխարհը դա հոգևոր աշխարհը չի։ Նյութական աշխարհը չի արարվել ոչ արդարության, ոչ ճշմարտության, ոչ արդարության, ոչ բարիության, ոչ սիրո համար։ Նյութական աշխարհը արարվել է նրա համար, որպեսզի կենդանիակները կարողանան իրականացնել իրենց էգոիզմը, իրականացնեն իրենց նախանձը, հա, եւ տեսնեն, թե երբ որ կենդանի էակները իրենք անցնում են էգոիզմի պլատֆորմայի վրա, աշխարհը ինչի է վերածվում։ Հա, եւ ամեն մի անհատ, որը ինքը գտնվում է այդ պահին այդ աշխարհում, ունի հնարավորություն ինքը իր համար, ուրիշ ոչ մեկի համար, ինքը իր համար հասկանա, ինքը ուզում է այդպիսի աշխարհում ապրել, թե ոչ։ Մենք ձեզ հետ շատ ենք քննարկել այդ հարցը, որ իրականում Աստվածամերժության դարաշրջանում նրանք, ովքեր որ սևակի ասած ելնում են շալակա աշխարհի, իրենք երբեք ոչ արդարության խնդիր են բարձրացնում, ոչ իրենց ճշմարտությունը հետաքրքրում։ Աթեիստների մեջ ճշմարտության եւ արդարության խնդիրը բարձրացնում են այդ հարցը, բարձրացնում են միայն պարտվածները։ Հասկանում եք, բայց այդ նույն պարտվածները, երբ որ հայտնվում են հաղթողների դիրքում, իրանք նույն կերպ դառնում են ճշմարտությամբ չհետաքրքրվող, անարդար, դաժան, ագահ կենդանիակների։ Հասկանում եք, դրա համար մենք պետք է հասկանանք դարաշրջանը եւ հանգիստ վերաբերվենք այդ ամեն ինչին, հասկանալով, որ հիմա այդ կենդանիակների ապրելու, գործելու ժամանակն է։ Եվ միակ ազնվորությունը, ում հանդեպ մենք կարող ենք պրետենզիաներ ունենալ, դա հենց մենք ենք,
որովհետև մենք պետք է մտածենք այսպես. իսկ ով էր խնդրել մեզ գալ եւ ծնվել այս ժամանակներում։ Չէ՞ որ մենք էլ չէ, ծնվել ենք այս ժամանակներում ազատության հետևից ընկած։ Հասկանում եք, եւ եթե մեզ այս դարաշրջանը իր իրականությամբ եւ իր հետևանքներով դուր չի գալիս, ապա խոսքը պիտի գնա ոչ թե դրա մասին, որ մենք պիտի փորձենք դարաշրջանը փոխել, որտեղ դա հնարավոր չի։ Հիմա այդ դարաշրջանն է եւ վերջ։ Հասկանում եք։ Եվ անձնավորությունը ինքը պիտի ուղղակի հասկանալ, որ ոչ թե հոգևոր կյանքը ինքը նախատեսված չի դարաշրջանը ոչնչացնելու համար։ Հոգևոր կյանքը նախատեսված է այն կենդանիակների համար, ովքեր այդ դարաշրջանից ուզում են դուրս գալ եւ վերադառնալ այն դարաշրջաններ, որտեղ ծաղկում է հոգևորը։ Այսինքն կա հոգևոր զարգացման համար բարենպաստ դաշտ։ Հա, եւ այդպիսի ուրեմն հերացում այստեղից կատարվելու համար Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ցուցաբերում է իր ողորմածությունը եւ 72 Աստվածամերժության դարաշրջանը 1 բացում է միջանցքը։ Հավաքելով բոլոր Աստվածամերժության դարաշրջանի մեջ ծնված կենդանիակներին, ովքեր որ այլևս չեն ուզում այդ ազատությունը, որովհետև հասկացել են, որ այդ ազատությունը ոչ մի լավ բանի չի բերում, հա, եւ ուրեմն մենք տեսնում ենք, որ ասենք այս պահին, չէ, մեր աշխարհը ինքը ինչպես է գլխի վայր շուռ գալիս, չէ, եւ այն երկիրը, որը տարիներ շարունակ եղել է ազատության սիմվոլը, որտեղ մարդիկ իրանք ձգտել են գնալ այնտեղ, որովհետև ազատ շունչ քաշելու հնարավորություն են ունեցել եւ այլն, այսօր մենք տեսնում ենք, որ այդ երկրի նախագահան հանգիստ խոսում է նրա մասին, որ ես երևի թե պիտի դառնամ այդ Կորեայի այդ ուրեմն դիկտատորի նման։ Հասկանում եք, եւ այո, իհարկե, հիմա հենց այս պահին մեր աչքերի առաջ իրականում այրվում է ազատության, ուրեմն մայր ազատության այդ ուրեմն բանը, պամյատնիկ, հա, в общем, այդ արձանը, որ կանգնած է Միացյալ Նահանգների առաջ, եւ մենք պետք է հասկանանք, որ այդ դարաշրջանը նույնպես ավարտվեց։ Եվ այո, մենք շատ մեծ փորձությունների առաջ ենք կանգնած հիմա այն աշխարհակառուցվածքը, որին մենք սովոր էինք, շատ ինտենսիվ հիմա փոխվում է եւ պետք է գտնվել ճկուն, որպեսզի մենք կարողանանք հարմարվել այս նոր իրականություններին եւ գոյատևել դրանում։ Ուրեմն, սիրելիներս, չէ, դրա համար մենք պետք է հասկանանք, որ արիացիները իրենք դնում էին այդպիսի նպատակ իրենց առաջ, որպեսզի հասարակության բոլոր անդամները լինեն երջանիկ։ Սա շատ կարևոր կետ էր իրենց համար, ինչու, որովհետև դա իրական կրոնական տարածք էր, իսկ իրական կրոնական մարդիկ չեն կարող հանդուրժել։ Ես դա ասում եմ եւ մինչեւ վերջի շունչս ասելու եմ։ Կրոնական մարդիկ չեն կարող հանդուրժել ոչ իրենց կողքը, ոչ աղքատ եւ ոչ էլ դժբախտ մարդկանց։ Եվ եթե կա հասարակությունը ինքը իրոք բաղկացած է կրոնական ազնվորություններից, ապա միշտ կա այդ ուղղվածությունը, որ ավելի առաքինիները, որովհետեւ արական քաղաքակրթության մեջ մենք սա բազմիցս ենք քննարկել, որ արական քաղաքակրթության մեջ բարձր խավերում ծնվում էին այն կենդանիակները, որոնք իրենք առավելագույնս առաքինի էին։ Եվ այդ առաքինի արիացիները իրենք շատ խիստ ուղղված էին այդ կողմի վրա, որպեսզի հասարակության մեջ բոլորը լինեն երջանիկ։ Եվ այդ երջանկության համար շատ կարևոր էր, որպեսզի հասարակության ոչ մի անդամ ագահության սահմանը չանցնի։ Եվ երկրպագությունը տերին ինքը իրականում ուներ այդ իմաստը։ Երկրորդ իմաստը, որը կար տերին խոնարհվելու մեջ, կայանում էր նրանում, որ իրականում ուրեմն տերին ինքը համել անձրևի կիսաստվածն է։ Իսկ սա նշանակում է, որ հասարակության բարգավաճությունը ինքը կախված է տերին, որովհետև բարգավաճությունը իրականում դա ոսկին չի, դա իրերը չեն, դա սնունդն է։ Եվ եթե հասարակությունը ինքը ապահովված է սնունդով,
Հա, սա է այն գործոնը, արիացիները իրենք շատ խորքային հոգեբանություն էին հասկանում։ Իրենք հասկանում էին, որ եթե խնդիրը երջանիկ հասարակություն ստեղծելն է, ապա առաջի բանը, որ պետք է դուրս գա հասարակության մեջից, դա սնունդի համար պայքարը։ Իսկ որպեսզի սնունդի համար պայքարը դուրս գա, պետք է, որպեսզի բերքը լինի առատ։ Հա, իսկ որպեսզի բերքը լինի առատ, անհրաժեշտ է մոտավորապես այսպիսի եղանակ. ցերեկը արև, գիշերը անձրև։ Երբ որ արիական քաղաքակրթությունը փլուզվեց, եւ սկսվեց աստվածամերժության դարաշրջանը, եւ երկրպագությունը ինքը դադարացվեց իրականում, թեկուզ մենք տեսնում ենք, որ դեռ համարյա 3000 տարի դրանից հետո մարդկությունը ինքը շարունակում էր կատարել զոհագործություններ, բայց այդ զոհագործությունները այլևս արդյունք չէին տալիս, որովհետեւ եւ կիսաստվածները եւ Գերագույն Աստծո ազնվորությունը շատ պարզ հայտարարել էին, որ ասենք աստվածամերժության դարաշրջանում զոհագործությունները չեն գործում։ Ոչ ուրեմն կիսաստվածներն են գալու ընդունելու այդ զոհագործությունները, ոչ էլ Աստված։ Ես դա միշտ ասում եմ, որ արիացիների նկարագրմամբ կա այդ տարբերությունը, որ երբ որ իրենք կատարում էին զոհագործություններ, Գերագույն Աստծո ազնվորությունը եւ կիսաստվածները գալիս էին։ Վերջի ազգը, որը հանդգնություն է ունեցել գրել նրա մասին, որ ինքը նույնպես շփվել է կիսաստվածների հետ, եղել են հույները։ Դա այսպես էլի դիսաբանության մեջ բացարձակ ակնհայտ է։ Հիմա ցերիներս, չէ՞, եւ տեսեք ասենք, ուրեմն այս իմաստով, ուրեմն Տերինդրային համել երկրպագում էին, այն որպեսի ինքը ողորմածորեն համաձայնվի, ուրեմն այդպիսի եղանակ պատրաստել, որ ցերեկը ինքը անձրև չի տալիս, որպեսի մարդիկ հանգիստ իրենց համար գործեն, հա, իսկ գիշերը, երբ մարդիկ քնած են, անպայման առատ անձրև լինի։ Տեսեք օրինակ ասենք հիմա այն մեր մոտ, եթե նկատել եք, այս մի վերջի ժամանակը ինքը հենց այդպիսի եղանակ է Հայաստանում, որ ցերեկները ինքը արևային է, հետո մեկ էլ հանկարծ միանգամից հավաքվում են ամպերը եւ գիշերը գալիս է անձրևը։ Չէ՞։ Ուրեմն այսա իրական տեսեք առողջության տեսանկյունից, չէ՞, մարդիկ իրենք բոլորը բողոքում են, որ այդ տատանումները բոլորի ճնշման վրա է ազդում։ Չէ՞։ Ուրեմն մենք կարողանում ենք հասկանալ, որ արիացիները այդ նույն պարագայում ունեին, կարելի ասել, կատարյալ առողջություն, որովհետև իրենց մարմինները չէին ծերանում։ Իրենք մինչև խոր ծերություն ունեին այսպես 20-ից 25 տարեկանի արտաքին։ Հասկանում եք, հա? Եվ իրանք մահանում էին ուղղակի, որովհետև վիշլ սրոք, հա? Որովհետև պրոստը մոտեցել են իրանց կյանքի տևողությունը։ Իրանք եթե ազնվորությանը տրված էր, որ ինքը այսքան պիտի ապրի, ինքը այսքանը ապրում էր բացարձակ երջանիկ, բարգավաճ, առողջ, երիտասարդ եւ այլն եւ այլն, այսինքն այդ վայելքի համար նախատեսված մարմնի մեջ, չէ՞։ Եվ հիմա տեսեք սիրելիներս, այդ իմաստով ուրեմն մենք կարողանում ենք հասկանալ, որ այնտեղ դաժե այդ իմաստով ինչ որ յուրահատուկ իրավիճակ էր, որտեղ ոչ մեկ չէր բողոքում ճնշումից։ Եվ հիմա ուրեմն մենք պետք է հասկանանք, որ այդ երկու պատճառներով իմինարիական քաղաքակրթությունը, ովքեր որ լսում են Բհագավադ Գիտայի լեկցիաները, հիմա ինձ կհասկանան կարմա յոգայի տեսանկյունից, չէ, այսինքն կրոնականության սկզբնական փուլի տեսանկյունից, երբ որ կենդանիակը ինքը կարգավորում է իր պահվածքը առաջի հերթին, եւ որտեղ կրոնը ինքը ինչի մասին է խոսքը։ Կրոնը ինքը ասում է, հոգևոր աշխարհը դա բազմազանության աշխարհն է։ Երբ որ դու գտնվում ես տգիտության եւ կրքերի կամ այսպես թշնամանքի եւ կրքերի ազդեցության տակ քո ներքին աշխարհում, դու չունես մշակույթ։ Դու չունես մշակույթ շփվել կենդանիակների հետ այնպես, որպեսզի իրենց չվնասես։ Եվ այդ ճանապարհը նյութական աշխարհից դեպի հոգևոր աշխարհ, ինքը հենց այդ դրանում է կայանում, որ մենք պետք է ամեն մի փուլում, ամեն մի քայլափոխին, հա, ավելի ու ավելի ձեռք բերենք ներքին մշակույթ,
շփվել կենդանիակների հետ այնպես, որպեսզի իրենց չհիասթափեցնել, չպատճառել տառապանք։ Հասկանում եք, սա իրականում իրական կրոնական դաշտի ամենագլխավոր հիմնաքարերից է, որտեղ սա է, ճանապարհի իմաստը սա է, հա, եւ դրա համար ուրեմն պետք է հասկանանք, որտեղ մենք հիմա Բագավատամը ուսումնասիրում ենք հենց արաբների ազատվելու ճանապարհով եւ մենք ասենք տեսնում ենք, որ երբ որ արիացիներ իրենք ասում են կրոնականություն, իրանք կրոնականության տակ հասկանում են կրոնականության, բարոյականության սկզբունքների բան վերցնելը, հա, ծիսակատարություններ կատարելը եւ դրա հետևանքով իրանք ասում են հաջորդ արդյունքը, երբ որ դու վերցրեցիր, քո առաջի արդյունքը պետք է լինի տնտեսական զարգացումը, դարմա արթա, կամամոքշա, հա, այսինքն կրոնականությունը, տնտեսական զարգացումը, ցանկությունների իրականացում։ Սա է ճանապարհը։ Տեսեք ինչ հետաքրքիր ճանապարհ է, չէ՞։ Ես առաջի անգամ երբ որ սա կարդացի, ես շոկի մեջ էի։ Այսինքն ոչ թե որ կրոնականության առաջի արդյունքը դա պետք է լինի տնտեսական զարգացումը, այս դա է, որ այո, բարգավաճությունը, եւ դրա համար է, որ արիացիները իրենք հատուկ կերպով միշտ խոնարհվում էին բարգավաճության աստվածուհուն եւ միշտ փորձում էին ունենալ իր բանը, էլի բարյացական վերաբերմունքը, որովհետեւ իրենք հասկանում էին, որ աղքատության մեջ շատ դժվար է լինել արդար, լինել բարի, լինել ճշմարտության ջատագով, երբ որ մարդը ինքը առավոտից երեկո մտածում է մի կտոր հաց ձեռք բերելու խնդրի շուրջ։ Հասկանում եք, եւ դրա համար այդ դա է, որպեսզի այդ թշնամանքի եւ մրցակցության այդ գազանության մեջից կենդանիակը դուրս գա, առաջի հերթին մարդկային հասարակությունը պետք է շահագրգռված լինի, որ իր մեջ չլինեն աղքատները։ Հա, իսկ դրա համար պետք է լինի մեծ քանակությամբ սնունդ։ Իմիայան պատմում էր, որ Աթենքում ինքը շատ հաճախ ուրեմն վկա էր եղել այդպիսի ուրեմն գործողությունների, որ օրինակ ապրեսիները նավով տանում էին խորքում թափում ծով։ Ինչ որ այսօր չէր վաճառվել։ Օրինակ աղքատներին բաժանելու փոխարեն։ Հա, ինչի համար, որպեսզի կապիտալիստական սիստեման մանարվի էլի, պատժկա արվի։ Հասկանում եք, աջակցություն ցուցաբերել կապիտալիստական սիստեմային, որը ինքը մրցակցության վրա է հնված։ Եվ սա ինքը շատ կարևոր կետեր են, ինչպես հասկանում ենք, չէ՞։ Եվ հիմա ուրեմն այդ երկու պատճառներով արիացիները իրենք իմինը այդ էլի արիական քաղաքակրթության մեջ չէ ծնվում էին առաջի հերթին եւ իրանք ամենամեծ քանակությունն էին նրանք ովքեր որ կրոնականությամբ զբաղվում են որպեսզի կարգավորեն իրենց նյութական կյանքը եւ այդ իմաստով Տերինրայի երկրպագությունը ահա որ կարևորություն ուներ որպեսզի Տերինրան ինքը բավարարվի հա եւ տա այդ երկու օրնությունները որ ես ձեզ բոլորիդ կաջակցեմ, որպեսզի դուք ուժ ունենաք ղեկավարել ձեր ագահությունը, հա, եւ հաջորդը դա այն էր, որ ես ձեզ խոսք եմ տալիս, որ դուք կունենաք, միշտ կունենաք առատ բերք, այսինքն լիքը սնունդ, որտեղ ընդհանրապես սննդի խնդիրը ինքը չի լի մրցակցության դաշտից դուրս կգա եւ եթե կենդանիակները իրենք ստիպված չեն սնունդի համար պայքարել բարիությունը մտնում է այդ հասարակություն համենայն դեպս բարիությունը ձեռք է բերում իր համար առաջի հիմքը չէ եւ ուրեմն այս նպատակով արիական քաղաքակրթության մեջ միշտ կատարվում էր Տերինրային զբաղողություն եւ ինչպես դա սովորաբար արվում էր մենք տեսնում ենք, որ Վրինդավանում, որտեղ ապրում էին այն նվիրալները, Գերագույն Աստծո ազնվորության մտերմիկ նվիրալները, հա, այդ մտերմիկ նվիրալները իրենք ձեռնարկեցին, ամեն տարի անում էին դա, որ իրենք նույնպես կատարում էին Տերինրային, ուրեմն այդ զբաղողությունները։
Այս անգամ Շրի Կրիշնան արդեն մի քիչ մեծացել էր։ Ինքը ընդամենը 5 տարեկան, բայց երեխա էր, բայց արդեն ասվում է, արիացիները իրենք պնդում են, որ մարդու բանականությունը ինքը միանում է, այսպես լիարժեք միանում է 5 տարեկանից հետո։ Ինչի մասին է խոսքը։ Խոսքը գնում է նրա մասին, որ ինչ է նշանակում բանականությունը միանում է։ Դա չի նշանակում, որ երեխան մինչև 5 տարեկան լինում է բացարձակ ապուշ կներեք արտադրության համար, ոչ։ Դա նշանակում է, որ բանականությունը ինքը համարվում է միացած, երբ որ կենդանիակը ինքը կարողանում է կապել պատճառահետևանքային կապերը։ Ծնողները, ես դա միշտ ասում եմ, շատ հաճախ չեն կարողանում հասկանալ, ասենք, թե ինչու երեխան ինքը այ բան նկատողություն արեցի, 5 րոպե հետո ինքը նույն բանը անում է։ Ինքը չի հիշում նկատողությունը։ Եվ դրա համար ծնողները ինչ-որ յուրահատուկ փորձ են ունենում, որ իրենք կարողանում են ստիպել, որպեսզի երեխան ինքը այդ կապը հիշի, որ իրան նկատողություն է արվել, միայն եթե իրան պատժում են։ Կամ անկյուն են կանգնացնում, կամ սիրելի խաղալիքն են ձեռքից առնում, կամ ինչ-որ մի ցանկություն չեն կատարում, իսկ վատթարագույն դեպքում ուղղակի ծեծում են։ Հասկանում եք, չէ՞։ Եվ իրանք այդ փորձը ունեն, որ մինչև մի վատ բան չի արվում, որ այսպես ուժեղ սիգնալ լինի բանականության համար, երեխան նույնիսկ այդ դեպքում շատ հաճախ միևնույն է նորից կրկնում է, որովհետև դեռ չի եկել իր ժամանակը։ Եվ ինքը չի կարողանում դեռ կապի, ինքը չի կարողանում հիշի, որ այս սրա համար ես սա եմ ստացել։ Եվ 3 րոպե հետո ինքը նույնպես գնում է, բան չէ, եւ ծնողները հենց այդպես էլ ասում են, եթե կոպիտ են, ասում են, հո դու անջատված չես։ Բայց ռեալ իր բանականությունը այդ ֆունկցիան մինչև 5 տարեկան ռեալ անջատված է։ Նո հասկանում եք, որ բացառություններ միշտ լինում են, բայց օրինաչափությունը դա է, եւ այդտեղից էր, որ ծնվում էր այդ բանը, այդ կարգախոսը մինչև 5 տարեկան երեխային ծառայել ինչպես արքայի։ 5 տարեկանից 12-ից մինչև 16 տարեկան երեխային ծառայացնել ծառայի նման, որտեղ բանականությունը արդեն միանում է, եւ դրանից հետո մինչև կյանքի վերջ նրա հետ ընկերություն անել։ Եթե այս սկզբունքները իրենք խախտվում են, մարդը ինքը անպայման ունենում է հետագայում խնդիրներ որպես ծնող։ Եվ ուրեմն, սիրելիներս, չէ, ուրեմն Շրի Կրիշնանիքը արդեն հասունացել էր հետևություններ անելու եւ մտորելու համար, ինքը մոտեցավ իր հորը, այն պահին, երբ որ հայրը զբաղված էր, իսկ հայրը ինքը Վրաջայի արքան էր։ Եվ ասենք, եւ հարցրեց իր հորը, ասեց, հայրիկ, իսկ դու հիմա ինչով ես զբաղված։ Եվ տանտը Մահարաջը ինքը լուրջ բացատրեց Շրի Կրիշնային, որ ասենք հիմա բալիկս մենք պետք է տերիտրային զոհագործություն կատարենք, դա ամեն տարվա պարտադիր ուրեմն ծիսակատարությունն է, որը ինքը թույլ է տալու, որպեսզի մենք չունենանք ուտելիքի խնդիր, չէ՞։ Ինչու էր իրենց համար դա կարևոր, որովհետև իրանք այսպես կոչված վայշաներ էին, այսինքն արդյունաբերող առևտրականների խավից էին եւ գյուղում էին ապրում եւ ֆերմերներ էին, եթե մենք մեր ժամանակի լեզվով ասենք, հա, դա ֆերմերների բաներ, փոքրիկ ուրեմն բաներ եւ Նանդան ինքը իրանց ղեկավարն էր։ Այն ժամանակ դա կոչվում էր արքան։ Հասկանում եք։ Եվ ուրեմն Նանդան ինքը ասում է, որ մենք կովեր ենք պահում եւ դա նշանակում է, որ մենք շահագրգռված ենք դրանում, որ լինի անձրև, որպեսզի լինի խոտ, որպեսզի կովերը իրենք հանգիստ, ասենք, բան սվեն, շատ քանակությամբ կաթ տան, որպեսզի մենք կարողանանք կայսրությունը ապահովել կաթնեղենով։ Իսկ կաթնեղենը ինքը արիական քաղաքակրթության մեջ համարվում էր սնունդի ամենագլխավոր հիմքերից մեկը։ Եվ որ մեր ժամանակներում խոսում են կովի կաթի վնասների մասին, իրենք խոսում են այն կաթի մասին, որ հենց իրենք էլ դարձրել են վնասակար։
որովհետև մեր ժամանակներում ոչ միայն կովը, այլև բոլոր մնացած կենդանիակները ուղղակի հիմա կովի միսն են հենց իմինը ուտում եւ դա արվում է դիտավորյալ, շատ մտածված, եթե դուք չեք կարողանում դա մինչև հիմա ըմբռնել, դա շատ դիտավորյալ, մտածված, արված է աստվածամերժների կողմից, իրենք փակել են բոլոր ճանապարհները դեպի առաքինություն, դեպի իրական կրոնականության վերածնունդ, հա, եւ դրա համար է, որ հիմնական կերակուրը դարձել է ոչ թե այծը, ոչ թե, չգիտեմ, բաները են, գոմեշները, այլ հենց կովերը, հասկանում եք, սա լրիվ միտումնավոր արված քայլ է, ուզում եք կարող եք ինձի համարել դավադրությունների տեսության անդամ, ինձ համար բացարձակ միևնույն է, ճշմարտությունը ավելի կարևոր է։ Հասկանում եք սիրելիներս, չէ՞։ Եվ ուրեմն հայրը ինքը սկսեց բացատրել Կրիշնային, որ այս զուգավորությունը ինքը շատ կարևոր է եւ այլն եւ այլն։ Կրիշնան ինքը անդիմացավ, ասեց որն է իմաստը կատարել բանին, ուրեմն տերինդրային երկրպագություն, երբ որ իրականում մենք մեր սնունդը ստանում ենք Գովարդանից։ Եվ Գովարդանն է, որ մեզ ապահովում է խմելու ջրով։ Գովարդանն է, որ մեզ ապահովում է արտարոտավայրերով եւ կերակրում է մեր կովերին, հա? Գովարդանն է, որի վրա, այսպես էլի, շռայլորեն կան պտղաբեր ծառեր, որոնցից մենք օգտվում ենք, եւ այլն եւ այլն։ Ես հիմա չեմ ներկայացնի տղայի եւ հոր միջև տեղի ունեցած փիլիսոփայական խոսակցությունը, որտեղ այդտեղ շատ խորը փիլիսոփայություն է Տեր Կրիշնան ներկայացնում 5 տարեկան հասակում, հա? Բայց եւ այնպես ինքը կարողանում է Նանդային համոզել, որ իրականում պետք է ուրեմն խոնարհվել ոչ թե Տերինդրային, այլ Գովարդան Սարին։ Եվ որպեսզի ես կարողանամ պատմության իմաստը ավելի խորը ներկայացնեմ, այս պահին ուրեմն ես պետք է պատմեմ ձեզ Գովարդանի պատմությունը, թե ընդհանրապես Գովարդանը ինքը ինչպես հայտնվեց, դա ով է եւ ինչի մասին է այստեղ խոսքը։ Իրականում Գովարդանի անունը, հա, ուրեմն գո, հա, կամ գովա, նույն բանն է, դա կովերն են։ Արդանը արդ խոսքը ինքը նշանակում է սնուցել, հա, ավելացնել, բարձրացնել, չգիտեմ, զարգացնել, հա, դրա համար ուրեմն երբ որ Սարի անունը Գովարդան է, նա ինքը նշում է, որ իրականում Գովարդանը ինքը բանի էլի կովերի եւ կովարածների երջանկությունը ավելացնող սար է, ինչու համար, որովհետև ինքը սնում է կովերին։ Մի այլ բանով, բացատրությամբ, ուրեմն գովա բառը կարելի է ընկալել որպես զգայարաններ։ Եվ այդ ժամանակ մենք արդեն կարող ենք ասել, որ Գովարդանի անունը ինքը մատնանշում է, որ ուրեմն ազնվորությունը ինքը, որ ինքը Գովարդանը, ինքը բան է, էլի, զարգացնում է զգայարանները կենդանիակի, ուղղելով իրանց դեպի Տեր Կրիշնան։ Երբ որ հնչում է Տեր Կրիշնա բառը, դա միանգամից նշանակում է, որ զգայարանները զարգանում են դեպի համընդհանուր երանության սկզբունքի իրականացումը, հա? Եվ ինչպես մենք տեսանք, նրա անունը բավականին խորիմաստ անուն է, ինքը խոսում է նրա մասին, որ ուրեմն Գովարդանը ինքը լինելով սար, ինքը մի անձնավորություն էր, որը ծառայում էր եւ Գերագույն Աստծո անձնավորությանը Տեր Կրիշնային եւ նրա մտերմիկ ուրեմն նվիրալներին։ Հիմա կա մի շատ կարևոր հետաքրքիր պատմություն, թե ինչպես Գովարդանը ինքը հայտնվեց Վրինդավանում։ Սա Պուրանաների մեջ ներկայացված պատմություն է, չէ՞։ Ուրեմն ինչի մասին է խոսքը։ Գովարդանը ինքը ուրեմն առաջերտին, որպեսզի մենք կարողանանք խորանալ իմաստի մեջ,
Մենք պետք է հասկանանք, թե ինքը ում որդին էր։ Ուրեմն ինքը սկզբունքն է, որը զգայարանները ուղղում է դեպի Գերագույն Աստծո անձնավորությունը իմինը համընդհանուր երանության նրա այդ ասպեկտին, նրա ուրեմն մայրն էր Դրումիլի Դևին, իսկ նրա հայրն էր Դրոնանաչալա բանը արքան, Ուրեմն ինչ են նշանակում նրանց անունները։ Դրոնա ինքը նշանակում է բան, սասուտ։ Ոնց որ այսա էլի, ինչ որ չաշը, գավաթ, այսպես ասենք, գավաթ, կամ ինչ որ մի բան, որի մեջ կարելի ինչ որ մի բան լցնել, կամ դրոնա բառը նաև նշանակում է կաթիլ կամ անձրև, Եվ սա երկուսն էլ իրանք սարեր էին, որտեղ ինքը Գովարդանն էլ սար է, չէ՞։ Հիմա Դրոնաչալան ինքը փաստորեն դա այն սարն էր, որը բերում էր վլագը, խոնավություն, վլագը, մի րոպե, մի հատ ես թարգմանեմ այդ բառը, որտեղ իրականում չեմ հիշում։ Լավ, իմաստը հասկացաք, հիմա չընկնեմ պիրիվոջիկս մանգամ, էլի։ Լավ է սա, խոնավություն, ճիշտ եմ թարգմանում։ Ուրեմն ինքը բերում էր խոնավություն։ Մենք գիտենք, որ ծառերը իրենք բնությունը ինքը սնվում է ոչ թե միայն արմատներով, չէ, այլև տերևների միջոցով։ Եվ եթե մթնոլորտում կա խոնավություն, բուսականությունը ինքը միշտ այդպես փարթամ աճում է։ Եթե խոնավություն չկա եւ օդը ինքը չոր է, ինչքան էլ ուզում է արմատներ ունենա ծառը, բուսականությունը ինքը տերևները դեղնում են, այրվում են, այսպես կախվում են, որովհետև չկա խոնավություն, որով իրենք կարողանում են տերևների միջոցով այդ ջուրը խմել։ Եվ ուրեմն Դրոնաչալան ինքը հենց այդ սկզբունքն է, այսինքն նա որ այդ խոնավությամբ բան է անում, էլի նպաստում են նրան, որպեսզի պլադարոդիա բերքարատություն լինի, Այսինքն կարող ենք հասկանալ, որ ինքը իրականում ինքն էր այս սկզբունքը, որը ծնեց Գովարդանին, որը ինքը ծառայում է նրան, որպեսզի Վրինդավանի, այսինքն այնտեղ, որտեղ իրականացվում է համընդհանուր երանությունը, այդ վայրում, միշտ բանելի լինի այսպես էլի հզոր ծաղկուն բնություն, այսինքն դա ինչը որ սնում է։ Հիմա Գովարդանի մայրը իր անունն էր Դրումիլի Դևի, ես արդեն ասեցի, սա բավականին բան էլի ռեդկա է, ոչ անգամ հաճախ հանդիպող անուն է, Եվ ինչ որ տեղերում ինքը նշվում է որպես Դրումիլի, ինչ որ միտեղ նշվում է որպես Դրումինի, բայց բոլոր դեպքերում Դրումա բառը ինքը խոսում է նրա մասին, որ խոսքը գնում է ծառի մասին, Այսինքն Դրումիլին կամ Դրումինին դա այն ազնվորությունն է, որը ինքը ներկայացնում է անտառը, այսինքն որտեղ կան շատ ծառեր, Եվ հենց ինքն էլ ծնվել է ծառից։ Ինչի մասին է խոսքը։ Խոսքը գնում է այդ անտառային բնության մասին։ Եվ Գովարդանը ինքը ժառանգել էր ուրեմն հորից այդ խոնավություն ապահովող բանը իր վրա լիքը գետեր կային, եւ իր վրա շատ առատ կար բուսականությունը, Դրումիլի անունը ինքը նույնպես արտացոլում է բաների այդ բնության մայրական ուժը, որը ինքը կյանք է տալիս։ Հիմա ուրեմն մենք ստացանք այդպիսի մի իրականություն, չէ, որ Գովարդանի մայրը եւ հայրը իրանք իրականում բաներ են, էլի, այդ կյանք տվող, կյանքը սնուցող սկզբունքներ են,
Եվ իրենք ծնեցին, ուրեմն ստեղծեցին Գովարդանին։ Եվ այս երկու հզոր ուրեմն ազնվորությունների միացությունը ինքը ծնեց այն սկզբունքը, որը ինքը ծառայում էր բանին, ասեք, համընդհանուր երանությանը։ Ինքը Գովարդանը որպես իմինը սիմվոլ, ինքը ներկայանում է որպես այն սկզբունքը, որտեղ ազնվորությունը ինքը միայն ծառայում է ուրիշներին եւ ոչ մեկից ծառայություն չի ընդունում։ Սա էր Գովարդանի ամենագլխավոր բնութագրությունը, հա։ Եվ ուրեմն մենք ստանում ենք, որ Գովարդանը ինքը ոչ թե ուղղակի քարերից կառուցված սար էր, այլ ինքը շատ այսպես կենարար էներգիայով լցված, կյանքի ուժով լցված, հա, որը ինքը լիքը բաներ էր տալիս, մրգեր, չգիտեմ, այնտեղ բաներ էլի, եւ այդ սարը ինքը սնվում էր Կրիշնայի սիրով, որտեղ Կրիշնան ինքը շատ էր սիրում Գովարդանի վրա խաղեր անցկացնել, հա, եւ հենց ինքն էլ ուրեմն մեծ հաճույքով ծառայում էր բոլորին։ Մի անգամ ուրեմն այդ վայրով, որտեղ որ Գովարդանը ինքը արդեն կար, անցնում է արական քաղաքակրթության մեջ շատ հայտնի մի իմաստուն, հա, որի անունն էր Պուլաստիա։ Երբ որ Պուլաստյան ինքը տեսավ Գովարդանի շքեղությունը, ինքը այդպես իր մեջ միանգամից մի հատ այդպիսի մտադրություն զարթնեց, որ ինքը շատ կուզենար այդ սարը վերցնել եւ տանել իր քաղաք։ Ինքը ապրում էր Վարանասիում, հա, տանել իր քաղաք, ինչի համար, որպեսզի ինքը այնտեղ ստեղծի պալոմնիչեство, նայեմ գներեք, թարավ, ուխտագնացություն, հա, ուխտագնացության կենտրոն այդ սարի վրա, հա, եւ Պուլաստյան ինքը շատ հզոր միստիկ էր, ինքը իր միստիկական եկավ մոտեցավ ծնողներին, խնդրեց, որ ես կուզենամ Գովարդանին ուրեմն տեղափոխեմ իմ քաղաք եւ այնտեղ ուխտագնացության կենտրոն պատրաստեմ յոգերի համար։ Վախենալով, որ Պուլաստյան ինքը կարող է անիծել, որովհետև արիական քաղաքակրթության մեջ բոլորը գիտեին, որ Բրահմանի անեծքը ինքը անմիջապես տեղի է ունենում, հա, եւ բոլորը սարսափելի վախենում էին դրանից, այսինքն բոլորը միշտ ցկտում էին, որպեսզի բրահմանները իրենք բանանեն, էլի, բարյացակամ վերաբերվեն մարդուն եւ վախենալով, որ Պուլաստյան ինքը մի քիչ ջղային բնավորություն ուներ, վախենալով, որ ինքը կարող է ռեալ այդտեղ անեծք տա, իրանք համաձայնվեցին, ասին լավ, մեկ իհարկե մեր տղային շատ կապված ենք, բայց կարող ես իրան տանել։ Եվ Պուլաստյան ինքը Գովարդանին փոքրացրեց իր միստիկական ուժերով, դրեց իր ձեռքի վրա, հա, եւ թռնել, այնտեղ յոգերի համար թռնելը դա սովորական բան էր, եւ ուրեմն ինքը այդպես թռավ, չէ՞։ Եվ իմիջիալոց, երբ որ Հիսուսը ինքը քայլում էր ջրի վրայով, ինքը օգտագործում էր հենց այդ միստիկական ուժը, երբ որ ասվում է, որ յոգը ինքը կարող է այդպիսի միստիկական ուժ ունենալ, որ լինի փետուրից ավելի թեթև, հա։ Հիմա ծերիներս, ուրեմն Պուլաստյան ինքը այդ բանը Գովարդանին իր ձեռքի մեջ դրած, թռնելով տանում էր իրան դեպի Վարանասի, եւ երբ որ ինքը արդեն թռնում էր Վրինդավանի վրայով, հա, որը ուրի այլ կերպ կոչվում է Գոկուլա, իսկ Գոկուլա դա նշանակում է բան էլի, անմեղ հավատ, այսպես ջերմա բառը չեմ գտնում, այսպես անմեղ հավատ էլի, հասկանում եք, երբ որ ազնվորությունը ինքը տենց իրան փիլիսոփայությամբ չի ծանրաբեռնել, էլի, այլ ուղղակի պարզամիտ կներեք, պարզամիտ հավատ ունի կրոնականության մեջ, վստահություն ունի Աստծո հանդեպ, հա, առանց ոչ մի փիլիսոփայելու։ Եվ ուրեմն այդ ժամանակ բանը ինչ է, ասեք, այն ձեր ժամանակ, երբ որ ինքը թռնում էր Վրինդավանի վրայով, Վրինդադևին, հա, ինքը դիմեց Գովարդանին։
եւ ասեց մնա այստեղ։ Այստեղ ժամանակին լինելու է Տեր Կրիշնան։ Եվ երբ որ ինքը գա, պետք է գալու մի տեղ, որտեղ ինքը կարող է արածել կողերին։ Հա, որտեղ ինքը կարող է արտահայտել իր ամենագողտրիկ խաղերը։ Լսելով ուրեմն Վրինդադևի բանը, իսկ Վրինդադևին դա Վրինդավանի անտառների թագուհին էր, հա, կիսաստված է ինքը նույնպես։ Իրականում կիսաստված չի, բայց հիմա այդպես ասենք։ Հա, ուրեմն լսելով այդ ուրեմն խնդրանքը, Գովարդանը ինքը սկսեց ծանրանալ, այսինքն ինքն էլ հիմա հակազդեց իր միստիկական ուժերով Պուլաստիային, հա, եւ ինքը այնքան ծանրացավ, որ Պուլաստիան այլևս չէր կարողանում Գովարդանին պահել իր ձեռքի վրա, եւ ինքը ստիպված եղավ թողնել, դնել իրան գետին։ Հա, եւ պայմանավորվածությունը այդպեսին է, որ եթե ինքը ճանապարհին հանկարծ ինչ-որ միտեղ թողնի Գովարդանին գետին, Գովարդանը այդտեղից չի շարժվելու։ Եվ ուրեմն այ ջղայնացած այդ ուրեմն բանից, որտեղ ինքը հասկանում էր, չէ, որ հենց Գովարդանը ինքը սկսեց ծանրանալ, ինքը անիծեց Գովարդանին։ Ասեց, այ դրա համար, որ դու այսպես վարվեցիր ինձ հետ, դու ամեն տարի կանցնես գետնի տակ, մինչև որ ընդհանրապես կվերանաս։ Եվ օրինակ ազնվորությունները, որոնք հիմա գնում են Վրինդավան, իրանք արդեն Գովարդանը տեսնում են որպես մի հատ խղճուկ բլուր, հա, քարերով լիքը, եւ ընդհանրապես հնարավոր չի պատկերացնել, որ այդտեղ եղել են ծաղկուն անտառներ, եղել են գետեր, այսինքն որ ինքը այդքան մեծ է եղել, հա, եւ այո, ուրեմն այդ սարը ինքը քանի գնում, նույնիսկ ասենք հիմա տարեց տարի դա զգացվում է, որ քանի գնում է, սարը ինքը ուղակի վերանում է, հասկանում եք։ Եվ ուրեմն, բայց Գովարդանը ինքը ընդհանրապես ուշադրություն չդարձրեց այդ անեծքի վրա, ինքը շատ երջանիկ էր, որ հնարավորություն է ունենալու ուրեմն ծառայել Տեր Շի Կրիշնային, այսինքն այդ համընդհանուր վայելքին, հա, եւ իրականում, այո, հետագայում Տեր Շի Կրիշնան ինքը իր ամենասիրած բաները, այդ այդ որ բան են անում, էլի, հայերեն ոնց էր, времяпровождение, ну, հասկացաք ինչ եմ ասում, լավ կներեք հիմա հայերեն բառեր ես չեմ կարող գտեմ, հա, եւ մեծ հաճույքով Տեր Շի Կրիշնան ինքը հենց Գովարդանի վրա էր անցկացնում իր ամենակարևոր ուրեմն խաղերը, ահա թե ինչու գովարասները իրանք շատ սիրում էին Գովարդանին, որովհետեւ ինքը հենց այդ մարմնավորումն է, որը ինքը միայն ծառայել է Կրիշնային եւ իր նվիրալներին եւ երբեք իրանցից ծառայություն չի ընդունել։ Եվ հիմա տեսեք ոնց որ այդ Տեր Շի Կրիշնան արդեն այդտեղ է, հա։ Եվ ասենք բան է անում, արդեն ինքը Գովարդանի վրա խաղեր է անցկացնում եւ ցերեկը ինքը այնտեղ էր գնում իր ընկերների հետ, երեկոյան այնտեղ էր գնում իր ընկերուհիների հետ, հա, ասենք ընկերների հետ ինքը խաղում էր, ընկերուհիների հետ պարում էր, հա, եւ ասենք այ հիմա ինքը իրականում Տեր Շի Կրիշնան ինքը մոտեցավ Նանդային, հենց այդ բանով, որ նվիրալների երկրպագության սկզբունքը դա իրար ծառայելն է։ Եվ նվիրալները իրանք ազատ են էգոիզմից։ Իրանք երբեք ոչ մի քայլ չեն անում ագահության հիմքի վրա։ Սա էր Տեր Շի Կրիշնայի խոսակցությունը իր հոր հետ։ Ինչու ես դու դիմում Ինդրային մի բանի համար, որը քո մեջ բնականից կա։ Դու կարիք ունես, որ Ինդրան քեզ օգնի, որպեսզի դու չլինես ագահ, դու ինչի մասին ես խոսում, հա, իսկ Գովարդանը ինքը նվիրալի շռայլության բնությունն է, եւ նվիրալը
ինքը ոչ թե պիտի երկրպագի այդ սկզբունքը, որ վայ հանկարծ ես իմ վայելքի մեջ ագահության սահման չանցնեմ։ Նվիրալ ինքը չի վայելում նյութական աշխարհը, ինքը նյութական աշխարհը օգտագործում է Աստծուն ծառայելու համար, հա? Բայց նվիրալի համար շատ կարևոր սկզբունք է, այսինքն ինքը իր սրտի մեջ այդ սկզբունքին պիտի խոնարհվի։ Որն է այդ սկզբունքը։ Շռայլորեն տալ այն ամեն ինչը ինչ ունես կենդանի էակներին։ Հասկանում եք։ Չէ՞։ Այստեղ ես ճիշտ ասած մի թեթև կուզենայի նաև անդրադառնալ Պուլաստիայի կերպարին, որովհետև այդ պատմության մեջ Գովարդանի ընտրության հարցում շատ կարևոր մի կետ կա։ Սկսենք նրանից, որ առաջի հերթին հասկանանք ինչ է նշանակում Պուլաստիայի անունը, հա? Պուլ բառը, որտեղ ինքը Պուլաստիա չէ, մունի։ Ուրեմն պուլ բառը ինքը նշանակում է պատխաբերություն, հա? Աստյան ինքը ոնց որ գոյություն ունեցող, հա? Եվ այդ անունը ինքը այս իմաստը ունի, որ նա ով որ գտնվում է աճի ուժի մեջ։ Հասկանում եք։ Այսինքն ինքը աճ ապահովող սկզբունքն է։ Եվ այդ իմաստով ինքը այո իր անունը բան է անում էլի արտացոլում է այն բնությունը, որը Պուլաստիան ուներ։ Ինչու համար, որովհետև Պուլաստիան ինքը մարդկության նախահայրերից մեկն էր։ Ինքը Վիշրավայի հայրն է, իսկ Վիշրավայի հայրը հետագայում դառնում է մի սարսափելի դեմոնի ուրեմն հայր Ռավանայի, որը ինքը այդ հանրահայտ Ռամաչանդրայի ուրեմն պատմությունն է, որտեղ հենց Ռավանան էր, որ Տեր Ռամաչանդրայի կնոջը կամ Սիտային բարգավաճության աստվածուհուն գողացավ, չէ, եւ ամբողջ պատմությունը ինքը ծավալվում է հենց դրա շուրջ։ Այդ Պուլաստիան ինքը Ռավանայի պապն էր փաստորեն։ Հասկանում եք։ Բայց ինքը շատ մեծ իմաստուն էր եւ ինքը այդ իմաստության սազիդացիելն է, էլի, արարող սկզբունքի մարմնավորումն էր, որի հիմքի վրա ստեղծվում է քաղաքակրթություն։ Այս էստեղ ամենակարևոր բառը այս քաղաքակրթությունն էր։ Հասկանում եք։ Այսինքն մենք մի կողմից տեսնում ենք, որ Պուլաստիան թեկուզ եւ ինքը շատ հզոր բան էր, շատ հզոր իմաստուն էր, չէ՞, իր ճյուղի մեջ կա ճակատագիր, կա կարմա։ Նրանք ովքեր այս բառը լավ հասկանում են, հա, կա ճակատագիր, ինչու, որտեղ ինքը դարձավ դեմոնի պապ։ Դեմոնները դրանք ազնվորություններ են, որոնք իրանք նյութական աշխարհում ապրողներն են։ Հասկանում եք, էգոիստները։ Եվ այդ որ իր սերմի, իր պատոմքի, իր բաների մեջ, նրանք ովքեր հետո են ծնվում, էլի կներեք իմ այդ չմանը, միջից որ հայերեն բառերի չեմ գտնում, հա, ուրեմն այդ իր սերունդների մեջ ծնվեց ոչ հոգևոր կենդանի էակ, ոչ թե միայն ոչ հոգևոր, այլ հոգևորի հանդեպ ագրեսիա ունեցող, հա, եւ դրա համար սա մենք հասկանում ենք, որ ինքը դեռ ազատ չէր նյութական կարմայից, այսինքն ճակատագրից։ Հիմա տեսեք, Պուլաստիան ինքը մենք տեսանք, որ ուզեց տանի Գովարդանին։ Հասկանում եք։ Եվ այստեղ այդ խնդիրն է, որ Պուլաստիան ինքը ուզեց մաքուր ծառայության սկզբունքը տանի քաղաքակրթության ծառայացնի քաղաքակրթությանը։ Բայց Բակտին կամ մաքուր սերը, մաքուր ծառայությունը Գերագույն Աստծո ազնվորությանը ինքը պատկանում է Վրինդավանին, այսինքն ինքը պատկանում է հոգևոր աշխարհին։ Հասկանում եք, եւ դրա համար Գովարդանը ինքը կարող էր ապրել միայն եւ միայն Վրինդավանում։ Եվ ինքը հրաժարվեց գնալ այնտեղ, որտեղ ինքը պիտի ծառայի ընդհանրապես մարդկանց, թեկուզ եւ արիացիների, հա, թեկուզ եւ իրական կրոնականների, բայց մարդկային քաղաքակրթությանը։ Ինքը ասեց, ես դրա համար չեմ նախատեսված։ Ծառայելու բանը, այդ
ծառայելու ցանկությունը, ծառայելու գաղափարին նվիրվածությունը ինքը իրականում քաղաքակիրթ մարդկանց համար չի քաղաքակիրթ մարդիկ արիական քաղաքակրթությունը, հա, այսինքն նյութական աշխարհում ապրող կենդանի էակները իրենք շահագրգռված են տեղի, դիրքի, պարկի, չգիտեմ, ինչի են ինչի մեջ, չէ՞։ Եվ արիացիները իրենք տարբերվում են մնացածներից միայն նրանով, որ իրենք այդ նույն նպատակները իրականացնում են ոչ մեկին տառապանք չպատճառելով, այլ վաստակելով։ Հասկանում եք, բայց իրենք ցանկությունները մնում են նույնը, եւ Գովարդանը ինքը ասեց կներեք, իրար ծառայելու սկզբունքը ինքը մարդկային քաղաքակրթության մեջ ոչ միտեղ չի կարող տեղավորվել, որովհետեւ այդ իմինը այն ձևի, ինչ ձևի, որ ինքն էր ծառայում, դա մաքուր նվիրալների տարածքն է, եւ դա հոգեվոր աշխարհի սկզբունք է։ Ինքը մարդկային քաղաքակրթության, առաքինության գոյավիճակի հետ ոչ մի կապ չունի։ Սա է, որ այսպես էլի հիմնովին տարբերում է արիացիների գաղափարախոսությունը այն մնացած այն ամեն ինչից, ինչ որ կա այս աշխարհում։ Միայն արիացիներն էին, որ շատ խորքային եւ շատ լուրջ հերքում էին, ուրեմն բանը, ասեք, նյութականը շատ խիստ տարբերում էին նրանից, ինչ որ իրենք կոչում են տրանսցենդենտալ, հասկանում եք, չէ՞։ Եվ այսինքն մենք այստեղ տեսնում ենք, որ նվիրալները Վրինդավանը դևին, այդ Վրինդա դևին, որ մենք ասեցինք, ինքը Վրինդավանի անտառների թագուհին է։ Եվ ինքը ասեց, ես ուր ես գնում։ Այստեղ գալու է համընդհանուր երանության բանը, այսինքն ոչ թե որ ով ինչ դիրք է վաստակել, հա? Եվ եթե ես վաստակել, առաքինությունը որն է, եթե ես վաստակել եմ այս դիրքը, ես իրավունք ունեմ հանգիստ այս դիրքը վայելեմ։ Եվ առաքինի անձնավորությունները չեն խանգարում իրար, որպեսզի ամեն մեկը վայելի այն դիրքը, որին ինքը արժանացել է իր առաքինության հաշվին։ Հասկանում եք, չէ՞, բայց գլխավոր տրամադրությունը դա միևնույն դա մնում է կապվածությունը նյութական երջանկության հանդեպ, այսինքն ես ինչ որ բան եմ վայելում։ Ուղղակի դա անում եմ, ժամանակակից լեզվով ասեց, էկոլոգիապես մաքուր ձևերով։ Հասկանում եք։ Եվ Վրինդադևին ինքը ասեց, այ դու դրա համար չես նախատեսված։ Այստեղ գալու է համընդհանուր երանության սկզբունքը, եւ դու այդ իր համար ես անարած, չէ՞։ Հիմա Տեր Կրիշնան արդեն 5 տարեկան է եւ Վրինդավանում ուրեմն Գովարդանը ինքը արդեն 5 տարի շարունակ ծառայել է Կրիշնային եւ Կրիշնան ինքը գիտի թե, ասենք Գովարդանը ինքը ինչպիսի կենդանեակ է։ Եվ դրա համար ինքը համառորեն եկավ եւ իր հորը սկսեց բացատրել, որ մենք պետք է երկրպագենք համընդհանուր ծառայության սկզբունքին։ Եվ հայրը համաձայնվեց։ Նվիրալները իրենք անթիվ անհամար ուտեստներ պատրաստեցին, հա, եւ այսպես բերում եւ շարում էին Գովարդանի վրա, որպեսզի Գովարդանին հյուրասիրեն։ Այսինքն զոհագործություն էին անում։ Բայց Գովարդանը ցույց տամ էլի, արեց այսպես։ Փակեց իր բերանը եւ հրաժարվեց ընդունել ծառայություն։ Այսինքն տեսեք, նույնիսկ այն ժամանակ, երբ որ նվիրալները իրենք գիտակցեցին, որ Գովարդանը ինքը իրենց շատ կարևոր սկզբունքն է, միևնույն է Գովարդանը ինքը իրեն չդավաճանեց, ինքը ծառայություն չընդունեց։ Եվ այդ ժամանակ, որպեսզի նվիրալները չնեղվեն, Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ընդունեց Գովարդանի մարմնավորումը, այսինքն ինքը դարձավ Գովարդանի նման, այսինքն Գովարդանի վրա, հա? Եվ ինքը նվիրալներին ասեց. ես եմ Գովարդանը։ Այսինքն այդ համընդհանուր ծառայության սկզբունքը հենց ես եմ։ Եվ ինքը բացեց բերանը եւ այդ ամբողջ ուտելիքը միանգամից կուլ տվեց։ Հասկացաք, այսինքն դա նշանակում էր, որ ամեն մի նվիրալ, որը ինքը իր տեղում ծառայում է, այսինքն ամեն հոգևոր անձնավորություն, որը իր տեղում ծառայում է ուրիշ հոգևոր կենդանիակներին, ինքը
ուժեղացնում է այդ համընդհանուր ծառայության էներգիան եւ այդտեղից է որ հիմա կարևորը ստեղծվում է այն վայրը որտեղ նվիրալները բացարձակ երանելի կյանքով ապրում են Եվ այսպես նվիրալները այդտեղ գիտակցեցին, որ իրանք իրականում մաքուր նվիրալներ են, եկել են նյութական աշխարհ, որպես ինչ-որ օրինակներ ցույց տան, բայց այն հանգամանքը Քրիստոնեքը դրան էր էլի ուզում հասներ, որ այն հանգամանքը, որ մենք հիմա նյութական աշխարհում ենք, դա չի նշանակում, որ նյութական աշխարհի համար նախատեսված կրոնականության օրենքները դարձան մեզ համար կարևոր։ Մենք միևնույն է մնում ենք համընդհանուր երանության սկզբունքների ուրեմն տրողը, հա? Եվ մեր սրբությունը գովարդանն է։ Մեր սրբությունը դա է, որ մենք բոլորս մտածում ենք, թե ինչ կարող ենք անել իրար համար։ Չգիտեմ, ես կարողացա փոխանցեմ էությունը այնքան գեղեցիկ, ինչքան որ դա իրականում կա, որտեղ դու շատ պիտի խորանամ, էլի շատ մանրուքներ պիտի այդտեղ բացատրեմ, որ կարողանամ լիարժեք դա անել, բայց հույսով եմ, որ այսպես первом приближении իմ մոտ դա ստացվեց, հա? Եվ բնականաբար Տեր Ինտրան, որը ինքը նյութական աշխարհի սահմաններից դուրս ուրիշ ոչինչ չի տեսնում, եւ ինքը հասկանում է, թե ասենք այդ օրինական զգայական վայելքի սկզբունքը ինչ կարևորություն ունի նյութական աշխարհի համար, Տեր Ինտրան զայրացավ։ Այսինքն ինքը չկարողացավ գնահատի, որ վրինդավանի ապրողները իրանք նյութական աշխարհի ապրողներ չեն։ Եվ ինքը որոշեց, որ կպատժի վրինդավանի ապրողներին։ Եվ տեղատարապ ոչ թե անձրև, այլ living հորդառատ անձրև սկսեց ուղարկել։ Մահապարատայում դա ներկայացվում է, որ անձրևը ինքը այնպիսի հզորության էր, որ սենց ամեն ինչը մնաց ջրի տակ, կան հոգևոր հեղինակություններ, որոնք նույնիսկ պնդում են, որ վերջի ջրհեղեղը աշխարհում ինքը եղել է հենց այդ ժամանակ, երբ որ Տեր Ինտրայի եւ Կրիշնայի միջև այդ կոնֆլիկտը եղավ եւ Ինտրան ինքը սկսեց հեղեղ ուղարկել ուղակի մոլորակի վրա, հա? Շատ չմանրացնեմ, հա, այդ պահը չի էլի, հետագայում այսպես շատ մանրուքներով համով այդ ամեն ինչը կնայենք, հիմա ընդհանուր առմամբ նայենք, որտեղ սա կարևոր տրամադրություն էր իրականում։ Ավարտվեց այդ ամեն ինչը նրանով, որ երբ որ Տեր Ինտրան ինքը արդեն սկսեց փորձեր կատարել ջրի մեջ ուղղակի սուզել Վրինդավանը, նվիրալները իրենք վախեցած դուրս թռան տներից, բան տեսնել, որ ճանաչի չէր իմանում որտեղ պահկվել էս ջրհեղեղից, Տեր Քրիստան ինքը ձեռքը մտցրեց Գովարդանի տակ եւ Գովարդանը բարձրացրեց Գովարդանը, այստեղ ասվեց, որ ինչպես երեխան բացում է իր մանկական բանը, հա, զոյտիկը ոնց էր, մի րոպե, հովանոցը, հա, հասկանում եք, չէ, եւ ասվում է, որ երբ որ մինչեւ դա Գովարդանը ինքը միշտ զգացել էր Տեր Քրիստայի ոտքերի հպումը իր վրա եւ միշտ էքստազի մեջ էր այդ հպումից, հա, իսկ այս անգամ իր մարմնի այնպիսի մասին Տեր Քրիստան ինքը կպավ ձեռքով, որտեղ երբեք չէր կպվել եւ նկարագրվում է, որ այդ հոգեվոր էքստազի մեջ Գովարդանը ինքը ավելի մեծացավ, ուռեց բանից, էքստազից, հա, եւ ամբողջ Վրինդավանի ապրողները ինքը մտան այդ սարի տակ։ Մանրամասները թե այնտեղ ինչպիսի իրադրություններ են, այնտեղ շատ համով բաներ կան, էլի դետալներ կան, որը հիմա ուղղակի տեղին չեն։ Ընդհանուր գաղափարն ասեմ։ Այդ խաղը ինքը ցույց է տալիս, որ իրական հովանոցը այդ պաշտպանողը զգայական վայելք, բան, եսիմիջ, էգոիզմ, բեսեն, հա, այդ ամեն նյութական գալմալից կոպիտ ասած, հա, որը ինքը փորձ կատարեց իրական հոգևոր անձնավորություններին խեղդի իր օրենքների մեջ, ազատ հոգիները, որոնք իրենք կարիք չունեն վայելել նյութական աշխարհը, թեկուզ եւ
կարիք ունեն պահպանել իրենց նյութական գոյությունը, եթե դեռ ծառայություն ունեն այս աշխարհում, եւ իրենք ուրեմն արհամարում են այդ ամեն ինչը եւ թաքնված են այդ մեկը մյուսին ծառայելու սկզբունքի տակ։ Եվ այստեղ ամենակարևորը, ես հիշում եք մի անգամ ասեցի, որ ես Գերագույն Աստծո անձնավորությանը յուրահատուկ սիրով եմ կապվել այն ժամանակ, երբ որ ես հասկացել եմ, որ չկա այդպիսի սկզբունք, որը Գերագույն Աստծո անձնավորությունը առաջարկում է կենդանի էակներին եւ ինքը այդ սկզբունքին չի հետևում։ Ես դա առաջի անգամ նկատել եմ հենց այս խաղի ժամանակ։ Երբ որ Տեր Քրիստոսն ինքն դրեց ձեռքը եւ բարձրացրեց գովարդանը, ինքը համընդհանուր ծառայության սկզբունքի տակը կանգնեց առաջինը։ Հա? Եվ ինքը այդ սարը բարձրացրեց որպես պաշտպանություն մաքուր նվիրալների էգոիստական վայելքի հարձակումից։ Եվ ինքը եւ նրա մաքուր նվիրալները հայտնվեցին այդ համընդհանուր ծառայության պաշտպանության տակ։ Հասկանում եք։ Եվ այո, հոգևոր աշխարհը ինքը հենված է այդ սկզբունքի վրա, որտեղ նրանք, ովքեր երկրպագում են Աստծո հզորությանը, իրանք միշտ այդպիսի պատկերացում ունեն հոգևոր աշխարհի մասին, որ Աստված այնտեղ նստած գահի վրա ծառայություն է ընդունում բոլոր կենդանի էակներից, բայց իրականում այդպիսի բան գոյություն չունի։ Գերագույն Աստծո անձնավորությունը իր բոլոր հզորություններով ծառայում է կենդանի էակներին։ Եվ դա, հիշում եք, մենք ինչ ենք քննարկել, որ իրական հոգևոր անձնավորությունները իրենք ունեն 5 հիմնային որակներ, որոնցից առաջի 2-ը դա խոնարհությունը եւ համեստությունն է։ Գերագույն Աստծո անձնավորությունը, որին պատկանում է ամեն ինչ, հասկանում է մի պարզ ճշմարտություն, որ որպեսզի ինքը կարողանա երանելի լինի, հա, այսինքն իր երանությունը ինքը կապում է նրա հետ, որ բոլոր այն կենդանիակները, որ իրեն շրջապատում են, լինեն երանելի։ Եվ դրա համար, այդ գաղափարը իրականացնելու համար, հասկանում եք, ինքը իրականում միշտ կենդանիակներին ծառայողի դիրքում է։ Եվ նյութական աշխարհում, եւ հոգևոր աշխարհում, դա Գերագույն Աստծո անձնավորությունն է, որ տրամադրում է կենդանիակներին տարածքը, հոգևոր աշխարհը, նյութական աշխարհը, հա, որ տրամադրում է իրանց հնարավորությունները, տրամադրում է իր էներգիան, հասկանում եք, եւ որ ամեն մեկը կարող է ունենալ իր մարմինը, իր տունը, իր չգիտեմ ինչը, այդ ամեն ինչը դա ծառայությունն է, որը մատուցում է Գերագույն Աստծո անձնավորությունը բոլոր կենդանիակներին։ Ընդ որում ինքը այդ համեստության եւ խոնարհությանը երբեք չի դավաճանում։ Եվ եթե նույնիսկ կենդանիակներն ասում են, կորի գնա մենք քեզ չենք ուզում, ինքը այն լավ ծնողի նման պահկվում է, ասում է լավ չեք ուզում, չեք տեսնի։ Բայց միևնույնն է ինձանից բացի ուրիշ ոչ մեկ ձեր համար չի կարողանի այն, ինչ կարող եմ ես, ուրեմն ես շարունակելու եմ ձեզ ծառայել։ Այսպիսին է իրական Աստված։ Եվ իրականում այդ ճշմարտությունը ինքը պարզ երեսի վրա դրած է։ Ուղղակի ես համոզված եմ, որ ամեն մեկը չի, որ ասենք այսպես էլի բան է անում, որ հենց այդ տեսանկյունից նկատի, թե ինչ է անում Գերագույն Աստծո անձնավորությունը մեր համար, թե ինչպիսի խոնարհ եւ ինչպիսի համեստ անձնավորություն է ինքը իրականում, բայց եւ մյուս քայլով բռնությունից ազատ է։ Եվ դա նշանակում է, որ ինքը ծառայում է բոլոր կենդանիակներին նրանով, որ թույլ է տալիս, որպեսզի իրենք ունենան ցանկության ազատություն, ունենան ընտրության ազատություն։ Տեսեք, այմա մեր ժամանակներում, չէ, ինչքան ակնհայտ է, չէ, որ երբ որ
կենդանեակն է ինքը իշխանություն ձեռք բերում։ Առաջին բանը, որ ինքը ձգտում է անել, դա մնացած բոլորին ընտրության ազատությունից զրկելն է։ Ցանկությունները կատարելու հնարավորությունից զրկելն է։ Իր սեփական կամքին բոլորին ենթարկեցնելն է։ Չէ՞, մենք հիմա այսպես համընդհանուր, իսկ կոպիտ կասեմ կներեք, որտեղ ուզում եք թքեք, այն ամենտեղ էդ եք չէ տեսնելու։ Այն ամենասովորական մարդկային հարաբերությունների մեջ, մինչև ամենաբարձրագույն պետական հարաբերությունները, ամենտեղ միայն դա է։ Հենց որ իշխանություն են ձեռք բերում, անմիջապես ի հայտ է գալիս, թե ինչքան գոռոզ են, ինչքան ըմբոստ, ինչքան բռնությամբ լի, ինչքան են երազում ամեն ինչը ենթարկեցնել իրենց կամքին եւ ոչ մեկին թույլ չտալ ազատ շնչել։ Իսկ գերագույն Աստծո ազնվորությունը ինքը երբեք իր խոնարհության մեջից դուրս չի գալիս։ Ու միշտ մնում է խոնարհ, համեստ, բռնությունից ազատ, համբերատար եւ պարզ։ Եվ սրա մասին էր Գովարդանի պատմությունը եւ նվիրալները իդեմս Ութավայի այս պահին, երբ որ հիշում են այս խաղը, միշտ այս խաղն է, որ սնուցում է իրենք Աստծուց են օրինակ վերցնում եւ խոնարհության, եւ համեստության, եւ ահիմսայից, եւ համբերության, եւ պարզության, եւ շատ այլ որակներից։ Եվ դրա համար է, որ արիացիները իրենք ասում են. դու արարված չես Աստծո կողմից, դու Աստծո մասնիկն ես։ Եվ դա նշանակում է, որ դու որակապես նույնքան կատարյալ ես, ինչքան ինքը, ուղղակի քանակապես ես տարբերվում։ Ինքը անսահման մեծ է, իսկ մենք անսահման փոքրիկ։ Բայց ինչպես օվկիանոսի կաթիլը իր մեջ պարունակում է օվկիանոսի որակը, այդպես էլ մենք։ Եվ ես կարծում եմ, որ հոգևոր կյանքը սկսելու համար, նա որ կխորասուզվի այս տրամադրությունների մեջ, սա շատ լուրջ հիմք կդառնա հոգևոր կյանքում ճիշտ հոգեվիճակով առաջ գնալու համար։ Եվ այսօր այսքանը մենք ձեզ հետ ավարտեցինք երրորդ երգի երկրորդ գլուխը եւ կարծում եմ, որ ես կոնսերվատոր եմ, այսպես կանենք, որ հաջորդ գլուխը կսկսենք երկուշաբթի օրվանից, երբ որ կսկսվի շաբաթը։ Մի տեսակ չեմ ուզում այնպես սկսեմ, որ ուրբաթ սկսենք, հետո երկու օր հանգստանանք։ Ես ներողություն եմ խնդրում, վերջերս մի փոքր մի թեթև այսպես տատանումներ կան լեկցիաների հաճախականության մեջ, ուղղակի այս պահին մի քիչ զբաղվածությունս շատ է, չեմ հասցնում։ Ինչքան որ հասցնում եմ, այս պահին անպայման միանում եմ եւ անպայման գնում ենք առաջ կամաց։ Այսօր այսքանը եւ ուրեմն զգուշացնում եմ, որ կհանդիպենք երկուշաբթի օրը եւ Աստծո ողորմածությամբ լինի խաղաղություն մեր երկրում եւ ուրեմն կշարունակենք արդեն երրորդ գլխից։ Ստեսություն ձեզ։